Նոյեմբերի 17-ին Վաղաշապատի ավականու ընտրության հաջորդ օրը ձերբակալել են հաղթանակ դաշինքի անդամներին ու կողմնակիցներին։ 10 մարդ են ձերբակալել, որոնցից 3-ն ավականու ցուցակում կան։ Սևակ Խաչատրյանի խոսքով մյուսներին չի էլ ճանաչում։ Ինչ-որ ընտրակաշարք առաջարկելու ընտրության ընթացքը խախտելու sense ինչ-որ քրեական գործ է, անկեղծ ասած քրեական գործին ես ինքս լավ ծանոթ չեմ, որ փաստաբաններն են զբաղվում դրանով, փաստաբանները հայտարարությամբ հանդես կգան, բայց վստահ եմ, որ զավեշտի աստիճան է լինելու ամեն ինչ, պարզապես զավեշտի։ Ձերբակալությունից առաջ խուզարկել են դաշինքի ավականու անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի տները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական եւ վարույթային այլ գործողություններ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մեծ զրույցում ասել է, քրեադատավարական հիմք գործում չենք կարողանում գտնել։ Չկան ապացույցներ։ Մեղադրանքների ֆորմալ կողմը ապահովել են գաղտնալսումները, որտեղ մարդիկ իրենց մերձավորների, բարեկամների հետ ունենում են կենցաղային բնույթի խոսակցություններ, առհասարակ ընտրության ելք, հստակ ընտրություններին հստակ օրինակ հավաքագրում կամ հստակ կաշառքի, ընտրակաշառքի խոստման մենք այդպես ընդգծված էպիզոդ չունենք։ Սրա մասին է նաև շատ պարզ վկայում այն իրողությունը, որ հակակոռուպցիոն կոմիտեն անգամ դատարաններ կալանքի միջնորդություններ չի ներկայացրել։ Սևակ Խաչատրյանի խոսքով խուզարկությունները, հարուցված գործերը քաղաքական ենթատեքստ ունեն։